Սեպտեմբերի 5-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը ժամանեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք։ Հայրապետական պատվիրակության կազմում գերագույն հոգևոր խորհրդի անդամներ էին աշխարհականներ, Հայաստանի ու Սփյուռքի թեմերի առաջնորդներ, եկեղեցական կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ։ Հայրապետին դիմավորելու համար թեմակալ առաջնորդ Տեր Պարքև arczepiskopos Մարտիրոսյանի գլխավորությամբ Շուշիի մատույցներում էին հավաքվել Արցախի հոգևոր դասը, բազմաթիվ հավատացյալներ։ Գարեգին II-ին քաղաքի մուտքի մոտ դիմավորեց նաև Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի նիստը այս անգամ հրավիրվել էր Ղարաբաղում եւ պատվիրակության անդամներին տարբեր հանդիպումներից եւ այցերից զատ սպասվում էր երրորդյա ծանրաբեռնված աշխատանք։ Եկել ենք Արցախ այս օրերին, երբ մեր ժողովուրդը տոնում է Արցախի Հանրապետության 25-ամյակը։ Եկել ենք շնորհավորանքներ բերելու ձեզ, եկել ենք բարեմաղթանքներ բերելու ձեզ, մեր օրհնությունը բաշխելու ամենքիդ եւ միասին աղոթք բարձրացնելու առ Աստված, որպեսզի Տերը իր ամենազոր Սուրբ աջի ներքո անվրդով ու խաղաղ պահի Արցախ աշխարհը, զորեղ, հաղթական։ Իսկ մինչ այդ վեհափառ հայրապետին եւ նրան ուղեկցող պատվիրակությանն իր նստավայրում ողջունեց եւ բեղմնավոր արդյունավետ աշխատանք մաղթեց հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Իր ողջույնի խոսքում նախագահն անդրադարձավ հայոց եկեղեցու բացառիկ դերակատարությանը պետականության կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի սերտացման գործում եւ բարձր գնահատեց նախանձախնդիր այն վերաբերմունքը, որ եկեղեցին ցուցաբերում է ազգային արժեքների պահպանության հարցում։ Հայոց եկեղեցին միշտ մեր կողքին է եղել, թե թշնամու դեմ մարտնչելիս եւ թե երկիրը շենացնելիս։ Դա մեր ժողովրդին ուժ է տալիս եւ հավատով լցնում մեր ապագայի հանդեպ, ասաց Բակո Սահակյանը։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը միշտ եղել է իր հավատավոր զավակների կողքին, երբ կենաց մահու պայքար էինք մղում սանձազերծ թշնամու դեմ, երբ կառուցում ու շենացնում էինք ավերակների վերածված մեր տունն ու օջախը, մեր հայրենի երկիրը։ Մեր հաղթանակը համայն հայության կարևորագույն ձեռքբերումն է, նրա բոլոր հատվածների համախմբվածության ու միասնականության արդյունք։ Այսուհետ էլ բոլորս միասին շարունակելու ենք կերտել մեր անկախ պետականությունը, մեր սերունդների լուսավոր ապագան։ Գարեգին II-ն իր ուրախությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակի տոնական օրերին Արցախում գտնվելու համար եւ հավաստիացրեց, որ եկեղեցին իր աշխարհասփյուռ թեմերով կարելին անելու է հանուն Արցախի ժողովրդի խաղաղ ստեղծագործ կյանքի։ Վեհափառ հայրապետը ծանուցեց, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը 500,000 ԱՄՆ դոլար է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը երկրի առաջնային կարևորության կարիքներին տրամադրելու համար։ Մենք աղոթում ենք, որ խաղաղ լինեն երկրի սահմանները եւ ժողովուրդն իր ամենօրյա ստեղծագործ աշխատանքով ապահովի իր կյանքի առաջընթացը եւ կերտի իր երազած հայրենիքը։ Արցախը մեր ժողովրդի սրտի եւ աղոթքների մեջ է, ասաց վեհափառ հայրապետը։ Մենք վստահ ենք, որ ազգիս միասնականությամբ Հայաստան, Արցախ, Սփյուռք մեր ժողովրդի համատեղ ջանքերով պիտի կարողանանք արդար դատը Արցախի պաշտպանել աշխարհի եւ մարդկության առջեւ։ Եվ միջազգային հանրությունը պիտի ճանաչի Արցախի անկախությունը եւ նրա ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը։ Մենք մեր աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ Տիրոջ օրհնությունը միշտ հովանի լինի Արցախ աշխարհին, որ երբեք ու երբեք
մեր ժողովուրդ չտեսնի ցավ ու կսկից իր զավակների կորստի, որ մեր հայրենիքի սահմանները լինեն խաղաղ եւ մեր ժողովուրդ կերտի իր բարոր կյանքը իր ստեղծագործ աշխատանքով։ Հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը, անդրադարձավ պատվիրակության անդամներին հուզող հարցերին։ Գերագույն հոգևոր խորհրդի երրորդյա նիստերի առաջին օրը ամենայն հայոց կաթողիկոսն ասաց, որ քննարկվելիք խնդիրները մեծ կարևորություն ունեն հայոց եկեղեցու ժողովական կառույցների գործունեության կանոնակարգման, եկեղեցու առաքելության արդյունավետ կազմակերպման եւ առաջընթացի համար։ Այս առիթով վեհապար հայրապետն իր գնահատանքը հայտնեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իրենց նվիրումի եւ հանձնառության համար, արդյունավետ աշխատանք մաղթելով ժողովին։ Առաջին անգամ ամբողջ հայ ժողովրդի պատմության մեջ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը անցկացնում ենք Արցախ աշխարհում, որը երբեք չի եղել այդպիսի բան։ Եվ դրա համար մենք շատ շնորհակալ ենք վեհապար հայրապետին, որ ինքը ընդունեց մեր նախագահի եւ մեր հրավերը, որ մի օր կամ մի քանի օր այստեղ անցկացնենք։ Սա նախ գոտեպնդիչը մեր ժողովրդի համար, մեր բանակի, մեր իշխանության համար։ Սա մի նոր հոգևոր լիցք եւ զարկ է տալու։ Արդեն երեք մենք տեսանք մեր ժողովրդի խանդավառությունը, սա վել է զորացնելու մեր հավատքը։ Մինչ օրակարգի հարցերի քննությունը ժողովականներն աղոթք բարձրացրեցին Գերագույն հոգևոր խորհրդի վաղամերիկ անդամ Ալբերտո Ճերեջյանի հոգու հանգստության համար։ Ժողովի ընթացքում կքննարկվեն ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների մշակման, եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրության լրամշակման ընթացքին վերաբերող հարցեր, կներկայացվեն զեկույցներ եկեղեցական կառույցների եւ թեմերի գործունեության առնչությամբ։ Բացի ժողովի գործնական աշխատանքներից Արցախ այցելությունը միշտ յուրաքանչյուր հայորդու համար եւ մեզ համար ուխտի խորհուրդ ունի, ուխտագնացության խորհուրդ ունի, որովհետեւ Արցախի հողը ոչ միայն շահախված է աշխատավոր քրտինքով, արդար քրտինքով մեր հայրերի, այլ նաեւ մեր զավակների թանկ ու նվիրական արյամբ, որոնք կերտել են Արցախի անկախությունը եւ որոնք իրենց կյանքով պաշտպանել են այդ անկախությունը։